Երեկոյի ամենասպասված, ամենահուզիչ ու ամենաբացառիկ պահերից մեկը դարձավ Հարսի ու Փեսայի առաջին համատեղ պարը: Դա մի պահ էր, որտեղ կարծես ժամանակը կանգ առավ և ամբողջ սրահը լռեց շունչը պահած, հետևելով երիտասարդ զույգի քնքուշ ու հուզիչ շարժումներին: Երբ երաժշտությունը սկսեց հնչել մեղմ, նուրբ և մի փոքր հուզիչ մեղեդիով, նորապսակները ձեռք ձեռքի տված շարժվեցին դեպի պարահրապարակ: Հարսը իր ձյունաճերմակ զգեստի փայլով և նրբությամբ, իսկ Փեսան ինքնավստահ ու սիրով լցված հայացքով կարծես մի նոր գլուխ էին բացում իրենց համատեղ կյանքի գրքում: Նրանց առաջին պարը ոչ միայն պարային հմայիչ ելույթ էր, այլ խորհրդանիշ այն երջանիկ ուղու, որ պատրաստվում էին անցնել միասին: Յուրաքանչյուր նուրբ շարժում, յուրաքանչյուր նրբագույն շրջադարձ պատմում էր նրանց սիրո պատմությունը անցյալ հանդիպումներից մինչև այս պայծառ օրը: Պարահրապարակը լցված էր լույսերի խաղով, նուրբ շողքերն անդրադարձնում էին Հարսի զգեստի փայլուն գործվածքների վրա, ստեղծելով մի երազային մթնոլորտ: Հյուրերը հմայված էին, ոմանք ժպտում էին երջանկությունից, ոմանք էլ դժվարությամբ էին թաքցնում հուզմունքի արցունքները: Հարսի ու Փեսայի առաջին պարը միաձուլում էր դասական նրբաճաշակությունը և ժամանակակից մեղմ դինամիկան: Սկզբում նրանք շարժվում էին կամաց և լիրիկորեն միմյանց նայելով այնպես, կարծես ամբողջ աշխարհում միայն իրենք էին: Հետո երաժշտության ռիթմի փոփոխությամբ նրանց շարժումները դարձան ավելի աշխույժ և կենսուրախ, ինչն արտացոլում էր նրանց էներգիան, երիտասարդությունն ու անսահման սերը կյանքի հանդեպ: Երիտասարդ զույգի պարը կարծես հրավիրում էր բոլորին մասնակցելու այդ երջանիկ պատմությանը, հավատալու սիրո, համերաշխության և հավերժ միասին լինելու հրաշքին: Երբ պարն ավարտվեց, սրահը պայթեց ժայթքող ծափահարություններով և բուռն հյուրերը ոտքի կանգնեցին մեծարելով նորապսակներին իրենց սրտի ողջ ջերմությամբ, իսկ Հարսը և Փեսան ձեռք ձեռքի տված մի պահ էլ կանգնեցին պարահրապարակում, ժպտալով և ամբողջ իրենց էությամբ շնորհակալություն հայտնելով ներկաներին իրենց այս անմոռանալի պահը կիսելու համար: Այս առաջին պարը դարձավ ոչ միայն հարսանյաց հանդիսության գագաթնակետային պահերից մեկը, այլ նաև այն խորհրդանշական երդումը, որ նրանք տալիս էին միմյանց միշտ շարժվել միասին, սեր, հարգանք և հավատարմություն կրելով իրենց սրտերում: Ապրիլյան այս օրը դարձավ յուրօրինակ տոն՝ լցված սիրո, գեղեցկության ու ջերմության զգացումով: Հայկական շոու բիզնեսի սիրված ու փայլուն դերասանուհիներից մեկը՝ Ռոզա Դավթյանը, վերջապես նշեց իր կյանքի ամենակարևոր ու սպասված իրադարձություններից մեկը: Այսօր նրա հարսանիքն է: Մինչ հարսանեկան մեծ տոնակատարությունը ապրիլի 25-ին կայացավ նրա նախահարսանեկան արարողությունը, որը զարմացրեց բոլորին իր նուրբ ու հայկական ուրախ մթնոլորտով: Նախահարսանեկան տոնակատարությունն անցավ հայկական ավանդական տարրերի և ժամանակակից մոտեցումների հիանալի համադրությամբ: Ռոզան ուղղակի փայլում էր նուրբ, բայց շքեղ զգեստով, որն ընդգծում էր նրա բնական գեղեցկությունն ու նրբությունը: Նրա մազերն ու դիմահարդարումը, որը կատարվել էր պրոֆեսիոնալ վարպետների կողմից, ստեղծել էին իրական գեղագիտական կատարյալություն: Նշենք, որ Ռոզայի մայրը մասնագիտությամբ վարսահարդար լինելով, նույնպես առանձնանում էր իր շքեղ արտաքինով և գեղեցիկ համադրած հանդերձանքով: Այդ օրվա ընթացքում իր դստեր կողքին փայլելով ոչ միայն մայրական սիրով, այլև իր յուրահատուկ ճաշակով: Նախահարսանեկան արարողության ընթացքում հատուկ ուշադրության էր արժանացել ամեն մանրուք երաժշտությունից մինչև դեկորացիաների նրբություն: Բնական ծաղիկների կոմպոզիցիաները, վառ գույների մեջ թաքնված լույսերի խաղը և հատուկ ընտրված տոնական մթնոլորտը ստեղծում էին մի կախարդական աշխարհ, որտեղ յուրաքանչյուր ներկա գտնվող իրեն զգում էր հեքիաթի մեջ: Եվ ահա երկար սպասված օրը՝ ապրիլի 27-ը, Ռոզա Դավթյանի և նրա սիրելիի հարսանիքը տեղի է ունենում երևանյան ամենաշքեղ համալիրներից մեկում՝ Prime Hall ռեստորանային համալիրում: Տեղն արդեն վաղուց հայտնի է իր շքեղությամբ, բարձրակարգ սպասարկմամբ և բացառիկ գեղեցիկ ինտերիերով և այս անգամ հաստատեց իր բարձր համբավը: Հարսանյաց արարողությունը սկսվեց եկեղեցում, որտեղ Տեր Եսայի քահանա Արթենյանի ձեռամբ նորապսակները ստացան Աստծո օրհնությունը: Եկեղեցու հին ու խորհրդավոր կամարների տակ հնչած աղոթքների և օրհնության խոսքերի ներքո, Ռոզան և նրա ընտրյալը դարձան
ամուսիններ Աստծո առաջ հավիտենական երդում տալով միմյանց։ Տաճարի ներսում տիրում էր հոգևոր և հուզիչ մթնոլորտ, Ռոզան սպիտակ հարսանյաց զգեստով շողում էր մաքուր երջանկության շողերով, իսկ նրա սիրելին վստահ հայացքով ու անկեղծ ժպիտով սպասում էր իրենց կյանքի նոր ճանապարհի մեկնարկին։ Եկեղեցական հանդիսությունից հետո բոլոր հյուրերը տեղափոխվեցին Prime Hall համալիրի շքեղ դահլիճ, որտեղ կշարունակեն տոնը։ Դահլիճը տպավորիչ տեսք ունի՝ սպիտակ, ոսկեգույն տոնով, դեկորացիաներ, բյուրեղյա ջահեր, բնական ծաղիկների շքեղ կոմպոզիցիաներ, մետաքսյա սփռոցներ և լուսային հատուկ շքեղ լուծումներ։ Ամեն ինչ ճաշակով ու նրբանկատորեն ընտրված էր՝ ընդգծելով երեկոյի հանդիսավորությունն ու յուրահատկությունը։ Ռոզան և նրա ընտրյալը կատարեցին իրենց ընտրությունը։ Չնայած որ դերասանուհին միշտ ձգտում է իր անձնական կյանքը պահել գաղտնիության ներքո և մինչ այս պահը ոչ մի անգամ չէր բացահայտել սիրելիի դեմքը, այս անգամ նա արդեն ստիպված էր, քանի որ խուսափել ավելորդ հրապարակումներից հնարավոր չէր։ Հյուրերի հիացմունքը և ոգևորությունն այնքան մեծ էր, որ համացանցն անմիջապես լցվեց գեղեցիկ կադրերով Ռոզայի հարսանեկան զգեստից, դահլիճի դեկորացիաներից և տոնական մթնոլորտից։ Թեև սիրելիի դեմքն արդեն բացահայտված է, բայց նրանց սիրո և երջանկության արտացոլումը ամեն մի լուսանկարի և տեսանյութի մեջ խոսուն է և վկայությունն այն մասին, որ նրանք միասին իսկապես երջանիկ են։ Այս հարսանիքը դարձավ ոչ միայն գեղեցիկ և ճաշակով կազմակերպված միջոցառում, այլև հզոր սիրո և փոխադարձ հարգանքի խորհրդանիշ։ Ռոզա Դավթյանի և նրա սիրելիի կյանքի նոր էջը կսկսվի հենց այս օրով լի երջանկությամբ, հույսերով և սրտանց երազանքներով։ Եվ մենք մնում ենք միայն հիանալ այս գեղեցիկ պատմությամբ և մաղթել նրանց երջանկություն, անսահման սեր և հզոր ընտանիք ամրացած ամենանուրբ զգացմունքներով, իսկ դուք միացեք մեր ալիքին, որպեսզի միասին բացահայտենք այսօրվա ամենաշքեղ ու գեղեցիկ կադրերը միասին։